Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է ձեր եթերում, շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ մեզ հետ եք, բարև ձեզ։ Ուզում եմ այս տոնական օրը եւս մեկ անգամ շնորհավորել ձեզ եւ իմ խորին շնորհակալությունը նորից հայտնել, որ ժամանակ եք գտել եւ դիտում եք մեր հաղորդումները։ Սա այսպես թե այնպես մենք համարում ենք, որ կարևորում եք մեր հաղորդումները եւ դրա համար եւս մեկ անգամ ուզում եմ խոնարհվել ձեր առաջ։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր հայոց ազգային խոհանոցից տեսնել։ Եվ այսպես բարեկամներ այսօր պատրաստելու ենք մի ճկնաղ հիանալի կարևոր, բայց որքան կարևոր, այնքան էլ հակասական իր դրսևորումներով եւ իր մասին իմացողությամբ մի լավ ուտեստ ենք պատրաստելու ենք իմ լավ պատվավոր հյուրի հետ։ Այսօր իմ հյուրն է բարեկամներ, ձեզ քաջածանոթ Հայաստանի վաստակավոր նկարիչ պարոն Հաղթանակ Շահումյանի հետ։ Ողջույն պարոն Շահումյան։ Շատ շնորհակալ եմ եւ շատ ուրախ եմ, որ ժամանակ գտաք եւ կարևորեցիք մեր հաղորդումը եւ ներկա գտնվեցիք։ Շնորհակալ եմ դրա համար։ Ես էլ եմ շնորհակալ, որովհետեւ ձեր հաղորդումները շատ եմ նայել եւ ուսանելի շատ բան կա մեր ժողովրդի, որովհետեւ շատ բաներ մեր ավանդական խոհանոցից շատերը մոռացել են եւ դուք շատ դրական գործ եք անում, որովհետեւ վերջապես խոհանոցը ազգի մշակույթն է, շատ կարեւոր մշակույթ։ Շատ շնորհակալ եմ պարոն Շահումյան։ Պարոն Շահումյան, մի բան պիտի ասեմ, մենք մեր հաղորդաշարը այս տարի հենց տարվա սկզբից քարոզում է, որ այս տարին հաղթանակների տարի է լինելու։ Եվ իհարկե մեր մեծագույն հաղթանակի 20-ամյակն է, եւ ուզում ենք, որ այդպես էլ շարունակվի, եւ հենց դրա համար ձեզ եւ որպես հաղթանակած, եւ որպես մեր ազգի լավագույն ներկայացուցիչ, եւ բնականաբար որպես պարոն Հաղթանակ հրավիրել ենք, որ այսօր մեր 5 տոմարով նոր տարին է։ Եվ շատ այսպես ինձ համար շատ կարևոր է, ել ավելի կարևոր է ձեր ներկայությունը այսօր մեր տաղավարում։ Շատ շնորհակալ եմ նորից։ Եվ ինչ ենք պատրաստելու։ Գիտեք, ես դեռպես ավանդապաշտ եմ խոհանոցի հարցում եւ ըստ երևույթին դա մորից է գալիս, որը շատ հին բայազեցի էր եւ հրաշալի տիրապետում էր խոհանոցին եւ մեր ծանոթներն ու բարեկամները միշտ գովեստեվո էին դա նշում եւ այդ ավանդապաշտությունը մտել է նաեւ իմ կենցաղը սովորաբար ամսի 13-ը մենք սեղանը որ լինում էր, դե ժամանակ այդքան հարուստ սեղաններ չէին լինում, բայց առատ էր լինում, միշտ էլ ժողովուրդը Ուսերա կապում եկող տարվա հետ եւ ասում են, այո, իմաստավորված է, ասում են ինչքան բարիքով դիմավորես, այնպես էլ ուրեմն նոր տարին կլինի բարիքի մեջ։ Այո։ Եվ դա մանկությունից, թեպետ դա շատ ծանր տարիներ էին, հետ պատերազմյան տարիներ, Երևանը եւ այլն մարդիկ կային, որ ընտանիքներում կորուստներ ունեին, բայց այդ ավանդույթը պահպանում էր։ Եվ մարդկանց դռները նոր տարուն բաց էր լինում։ Մեր տանը օրինակ սեղանը միշտ մնում էր մինչև ամսի 13, ամսի 13-ին Ես դա չէի հասկանում, որ փոքր էի, բայց հայրս խունկը պետք է վառեր, տան մեջ պետք է պտտացներ, առանց խոսելու ոչինչ չէր ասում, բայց անպայման այդ ծեսը պետք է կատարվեր եւ ուրեմն 13-ին իրական կարծեք թե նոր տարվա այդպես բան լիներ, էլի։ Այո։ Վերջակետը խորհուրդ ուներ, այդ ամեն ինչը խորհուրդ ուներ։ Նոր տարին պետք է 13-ին նոր մեր տանը վերջանում էր նոր տարին, մի սեղանը բաց էր լինում։ Եվ այդ ընթացքում նաև խաշ էր լինում, որտեղ շատ դեպքերում գիտեք, նոր տարվա նախօրյակին մարդիկ մորթեր է լինում եւ այլն եւ խաշը, իսկ խաշը մայրս պատրաստելուց մի 10 օր ժամանակ էր պետք, որտեղ նա անընդհատ պետք է մաքրեր այն ժամանակ այսպես չէր որ մաքրած ստանային կառնային մի ահավոր տաժանակիր աշխատանք էր եւ ուրեմն մոտ 10 օր տևում էր, որտեղ անընդհատ հոսող ջրի տակ պետք է լիներ եւ այլն Ջերմաշճանը պիտի պահվեր։ Այո, այդ մայրս շատ բծախնդիր էր, մեկ-մեկ, ուրեմն հետևում էր, որ հանկարծ ինչ-որ վրան բան չմնա, հանում էր մեկ-մեկ մազերը գրեթե։ Եվ իհարկե շատ հրաշալի խաշ էր, ես օրինակ չգիտեմ, գուցե մորս ձեռքի կարոտն է, որ այդպես եմ ասում, բայց իրականում իր պատրաստած բաներ կան, որոնք հետագայում ես
թեպետ ցկտում ենք, որ այդ ավանդույթը պահպանվի, բայց կարծեք թե այդ համը չի ստացվում, որտեղ դուք երևի փորձ ունեք ահագին, գիտեք, որ նույն նյութերով, նույն ճաշը, նույն տարբեր մարդիկ պատրաստում են տարբեր համեր։ Այո։ Պարոն Շամյան, մենք դնենք խաշը եւ մենք շատ խոսալու բան ունենք եւ պիտի խոսենք անպայման։ Հիմա կարծում եմ մենք պիտի բացատրենք, որ իհարկե բնականաբար մենք այն ոսկորների արգանակ առանձին պիտի պատրաստենք, նոր բան անենք։ Բայց հիմա խաշը դնենք կրակին, ջուրը ավելացնենք, հետո արդեն խոսենք, որտեղ շատ խոսելիք կա եւ շատ հաճելի է, որ մենք պիտի Այստեղ հիմա միայն մենք այդպես բջերներն ենք օգտագործում, բայց սովորաբար մայրս որ անում էր, անպայման զինգերն էլ էր օգտագործում, որտեղ նա մի տեսակ մի թեթև ոսկեգույն երանգ է տալիս, այո, եւ ուրեմն, չգիտեմ, եւ մայրս օրինակ չէր պատկերացնում առանց զինգի, որտեղ ասում էր այդ բոլորը իրար օգնում են, որպեսզի ավելի համեղ լինի եւ այլն եւ այլն։ Բայց կարևոր բան է։ Այո, դնենք սա։ Ես ուզում եմ ուղղակի դրեցինք եւ մենք պիտի պատրաստենք, խաշենք, շատ երկար է խաշվելու բարեկամներ, մենք չենք ուզում ուղղակի բացատրենք, որ մենք 15 րոպեում խաշեցինք, պատրաստենք։ Բնականաբար ձևն ենք ցույց տալու։ Այսքան խոսեցինք, պարոն Շահումյան, այսքան որ բծախնդիր, մայրիկվան, եւ այս ամեն ինչ համարում ենք պատահական ուղղակի աղքատների ուտես, չգիտեմ ինչ, սա ծիսական ուտես չի, պարոն Շահումյան։ Գիտեք ինչ, մեր ժողովուրդը ամեն ինչ քրտինքով է ստեղծել։ Մենք հեշտ չենք գնացել ուրիշի ստեղծած բակի վրա վայելել։ Եվ դրա համար ամեն մի բարիք բնութատված մեր ժողովուրդը միջև վերջ օգտագործել է։ Եվ ես չի ասի, որ դա աղքատների բաների, դա անհեթեթություն եմ համարում, որովհետև այսօր մարդիկ շատ լավ ավելի բարեկեցիկ կյանքով են ապրում, բայց աղաների ուտելիքա, ինչի մասին կարող խոսել։ Այո, այնպես որ պարոն Շահումյանը շատ բծախնդիր եւ շատ այսպես հետևում է ոչ միայն մեր հաղորդումին, այլ նաեւ Խոհանոցի մասին եւ մեր մշակույթի, քանի որ ինքը մշակույթի մարդ է եւ գիտի, որ Խոհանոցը ազգային Խոհանոցը նույնպես մեր մշակույթն է։ Խաշում ենք այսպես երկար եւ ես ասեմ, որ խաշը հիմա է փոխվել, որ խաշը կարելի է օրվա տարբեր ժամերի ուտել։ Սովորաբար խաշը դնում էին երեկոյան, գիշերը տղամարդ, որտեղ սովորաբար խաշի շուրջը հավաքում էին տղամարդիկ։ Հիմա ես ասեմ, որ ամեն ինչը փոխվել է, հավասարվել է, օրինակ ես վերջերս լսեցի, որ երիտասարդ կանայք պայմանավորվել էին, որ գնային ինչ-որ ռեստորանում խաշ ուտել։ Այդպեսի բան առաջ չկա, տղամարդիկ էին նման բան անում։ Հետո խաշը տան ուտելիք էր, տանն էին ուտում այն ժամանակ։ Ռեստորաններում գրեթե չէին գնում խաշ ուտելու, եւ խաշը երեկոյան դնում էին, Միչև առավոտ նստում էին, խոսում էին, հետևում էին խաշին եւ այլն, առավոտյան տակ-տակ այդ խաշը գալիս էր սեղանին։ Փաստորեն կրկնակի չէին տակածում խաշը։ Պարոն Շահումյան, արդեն պատրաստվեց խաշը, համ մատուցենք եւ մի ինչ-որ վերջի այդպես ատրիբուտները նաեւ ցույց տանք։ Ես մի բան ասեմ, որ խաշի սեղանը հենց առանձնանում է նաև նրանով, որ շատ պարզ հացկետիկ սեղան պետք է լինի։ Օրինակ մենք հիմա խավիար, բան, չէ, հետո էլ վերջում խորոված, խաշլամա եւ այլն։ Խաշի սեղանը հենց նրանով է նաև գրավիչ։ Այո։ Եվ արժեքավոր։ Լավաշ, արժեքավոր։ Բողք, այո, պանիր, այո, հայկական պանիրներից որից է մեկը, եւ վերջում էլ թե էին մատուցում։ Եվ հետո սխտորով է ուտում խաշը, որը շատ օգտակար է։ Օգտակար է, որ ասում էինք մենք այդ խոլեստերինի բանի հետ կապված, սխտորը ինքը հենց չեզոքացնող այդպես վատ բաներ է։ Այո, բացի այդպես էլի եմ ասում, եթե առողջ է, մթերք է եւ վերջապես ինքը այնքան է եփում, որ շատ մարսողական բան է խաշը։ Եվ ես երբևիցե չեմ զգացել, որ վնասել։ Շատ ավանդական, շատ լավ եւ շատ մի հիանալի հաղորդում ունեցանք բարեկամներ։ Պարոն Շահումյան, ուզում եմ, որ դուք ձեր սրտի ցանկությունը, ձեր խորհուրդը մեր հեռուստադիտողներին։ Նոր տարին հին տոմարով թող լինի։ Մենք արդեն մանկությունից ես հիշում եմ, որ նոր տարին դա երազների իղձերի
հետ էր կապված եւ այդ դուք ասում եք այս տարի ինչ հաջող կամ անհաջող բաներ։ Միշտ էլ մարդը երազել է գալիք տարվա հետ կապել այդ երազները եւ ավելի մեծ սպասելիքներ ա ունեցել։ Անկախ նրանից տարին հաջող ա եղել, թե սովորական, թե մի քիչ անհաջող, միշտ էլ անցնող տարվա մասին այնքան էլ լավ չեն ասել, որտեղ երբեք մարդը իր կյանքից այդքան գոհ չի եղել։ Չի հասնում կատարելուց, բայց ձգտում է։ Բայց ձգտում է։ Այդ ձգտումն է, որ հենց մարդուն հավերժության գիրքն է տանում։ Այո, պահում եմ ես։ Եվ ինչու՞ չէ, մենք կատակով ասեցի, բայց լինում են նաև շատ հաջող տարիներ մարդկանց համար։ Ես կցանկանայի, որ մեր ժողովրդի համար ոչ միայն իմ ընտանիքի, իմ բարեկամների, ընկերների, ծանոթների, ամբողջ մեր ժողովրդի համար, մեր երկրի համար, մեր պետականության համար թող գալիք նոր տարին այս 2014 թիվը լինի հաջողությունների, որ հատուկ նշվի այս թվին այս բանն է, այս լավ բանը, օրինակ հիմա կա, չէ՞ որ հիշում ենք այ քրիստոնեությունը ընդունվեց այս ինչ թվին, կամ մի շոր տաճարը կառուցվել այս ինչ թվին, կամ մի հերոսական անցյալ ա եղել մեր ժողովրդի կյանքում այս ինչ թվին։ Այդպիսի մի տարի դառնա 2014 թիվը մեր ամբողջ ժողովրդի, մեր բոլորի համար։ Հիշվող տարի դառնա։ Հիշվող տարի դառնա։ Բարեկամներ, ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել պարոն Շահյանին եւ ցանկանանք, որ նա շարունակի այդ իր ստեղծագործ աշխատանքը եւ այն ամենը, ինչ ինքը ցանկացավ, նրանում ինքը իր մասնակցությունը ունենա, լինի առողջ եւ այդ իր մասնակցությունը, որ ունենա, արդեն մենք կհասկանանք, որ ամեն ինչ կատարելն մոտ է։ Շնորհակալություն պարոն։ Ես եմ շնորհակալ, ցանկանում եմ, որ մեր ժողովրդի համար այս օգտակար հաղորդումները շատանան, մեր հեռուստատեսությունը ավելի հետաքրքիր դառնա եւ ավելի օգտակար գործի մեր ժողովրդի մշակութային կարիքները լրացնելու եւ բավարարելու համար։ Շատ շնորհակալ եմ, ապրեք դուք պարոն Շահյան։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Մենք ինչպես միշտ ուզում ենք, որ մեր բոլոր հանդիպումները ունենան արդյունք, եւ այդ արդյունքը լինի այն, որ մենք լինենք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Այս տարին լինելու է հաղթանակի տարի։ Ցտեսություն բարեկամներ։